Հարկնեժդեհին խոսելու եմ ոստիկանությունից էլ եմ խոսել, բայց գնալով են Նիկոլը, որ ստորաբաժանում էր բացում է, ասում էր կրթությունը պարտադիր չէ, չգիտեմ այդ ստորաբաժանման անունը ինչ է դրել, դե բնական է անկիրթ ոստիկանների ստորաբաժանում չէր դնի, բայց ես կասեի, որ հարմար է, որ դնեն էժան ոստիկանների ստորաբաժանում։ Ինչու եմ ես այդպես մտածում։ Երբ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը խաբեությամբ, ընտրակեղծարարությամբ վերարտադրվում էին, նրանք առաջի են վերընտրվելու կամ ընտրվելու, դե բառը ընտրություն ենք ասում, բայց իրենք չեն ընտրվել ոչ մի անգամ։ Նիկոլն էլ չի ընտրվել, նշանակվել է։ Հետո նոր փորձել է ընտրություններով խաբեությամբ ասել մի բան, անել մի բան եւ դառնալ վարչապետ։ Դրա մասին չեմ ուզում խոսեմ, ուզում եմ խոսել, որ Սերժիկի օրոք աննախադեպ ավելացավ ոստիկանի քանակը եւ այն ժամանակ անգամ հայ հանրության աչքին արդեն դա շատ տհաճ էր եւ նաեւ վախ էր առաջացնում, որ այդ ոստիկանապետություն շատ են, չէ, այդ արտահայտությունը արվում են ժամանակ եւ երբ Սերժիկից հետո եկավ Նիկոլը, մենք մտածում ենք, որ դե եթե ամեն ինչ ժողովրդավարության է գնում, ուրեմն պետք է ոստիկանների քանակը կրճատվի եւ զինվորի քանակն ավելանա, բանակի։ Բայց արի ու տես Սերժ Սարգսյանը ավելի խղճով էր ոստիկանի հանդեպ։ Ինքը երբ որ խաբեությամբ դառնում էր երկրի ղեկավար, ինքը այդ առաջի 40 օրը այդ ժողովուրդը, որ դեմ էր, ցույց էր, չէ, մինչև հարմարվում էին, հանդարտվում էին, սկզբից Ռոբերտներ, Սերժիկներ փշալարով էին իրենց նստավայրը պատում։ Եթե հիշում եք, 40 օր ասես մարդ մեռած են, 40 էին պահում փշալարի։ 40 օր փշալարի հետևից էին երկիրը կառավարում։ Եվ որտեղ որ պետք է, ասենք, փշալարին այդ գործը հանձնեին, ոստիկան չէին կանգնեցնում։ Բայց եկավ Նիկոլը այդ փշալարից հրաժարվեց եւ փշալարի փոխարեն կիրառեց ոստիկան։ Հիմա ես այդ ոստիկանին չասեմ, էժան ոստիկան։ Այս Գյումրու պատարակին աննախադեպ քանակի ոստիկան էր տարել, աննախադեպ։ Այս քառատող այսպես շարված էին, շարված։ Սահմանին զինվոր չկա, բաց է սահմանը։ Այդ մարդիկ, որ գնում են, չէ, պայմանագրայիններ են գնում, ստիպված։ Համ այնտեղ սահմանը չի բավարարում զորքի քանակ, որ սահմանին կանգնեցնի։ Համ բանակի թիվը կրճատում է, ոստիկանի թիվն ավելացնում է։ Ես չգիտեմ, ասենք, որ մարդ մտածում է, որ Նիկոլը այս ինչ լավ բան, ասենք ոնց է, ինչ համեմատության մեջ ես հատեսնում, էլի։ Կամ ժողովրդի ընտրյալը, եթե դա ժողովրդի ընտրյալ է, բա ասու դուրը մի քանի հազար ոստիկանով կգնա։ Բա այդ ինչ ընտրյալ է։ Դա ընտրյալ չէ։ Կամ Ալեն Սիմոնյանը ուղղակի սա մի փոքր շեղվեմ, շատ կարևոր դրվագ է։ Ալեն Սիմոնյանը լրագրողը հարց է տալիս, ասում է դու տարերկրագործակալ ես, ինձ այդպես հարց մի տուր։ Արդեն լրագրողի հարցերն էլ պետք է իրենք բան անեն, մշակեն, ասեն այս հարցը կտակից։ Արցախն Ադրբեջան համարողը, որ արդեն իսկ ինքը Ալիևի գործակալն է։ Արցախն Ադրբեջան համարող Ալենչիկը լրագրողին ասում է, եթե դու ինձ այդպես հարց ես տալ, ուրեմն դու բան ես, գործակալ ես։ Ասում մարմնա վաճառը փողոցում իր մարմինը վաճառելուց գնաց, ասես այ փչացած, գինը ինչ արժի, ասի փչացածը դու ես։ Այս իրավիճակում ենք այ։ Լավ, ոստիկան, քեզ եմ անդրադառնում։ Արդյոք արժե են աշխատավարձը, որ դու փշալարի փոխարեն կանգնում ես ի պաշտպանություն, ասենք ՔՊ-ի, Նիկոլի։ Կամ եթե դուք իսկապես այդ կարգի, ասենք ջենտլմեն եք, էլի։ Հա, դեռ Նիկոլական, չգիտեմ, մի կին էր խոսում, որի գլխին անձրևանոց էիք պահել։ Ախրի հասկանում եք, ընտրովի ջենտլմենություն չի լինում։ Լրագրողներն էլ են, մեծամասամբ կանայք են։ Թող մի քանի ոստիկանի էլ, ձևական գոնե
Ասենք մի քանի, ասենք, անձրևանոց այդ լրագրողների գլխին պահեք, որ այդ կնոջից հարցազրույց էին վերցնում։ Ասենք, ինչու ես դու դարձել արդեն անձրևանոց բռնող։ Ես արդեն հասկանում եք, ոստիկանական ցանկացած ստորաբաժանում բացել է Նիկոլը, բանակի հաշվին, մեր հարկերի հաշվին, ու ոստիկանին ամեն ինչի տեղ օգտագործում է, էլի, ամեն ինչի փոխարեն։ Մնացել է անձեռնոցի տեղ օգտագործի։ Տղերք այդքան միեժանացեք։ Լավ ամոթ է։ Իսկապես ամոթ է, էլի, սարսափելի ամոթ է։ Սարսափելի ամոթ է, ամոթ Ցեզարա։ Կարելի է ասենք մի 200,000 աշխատավարձի փոխարեն այդ կարգի ստորանալ։ Հա։ Ես իմ չգիտեմ։ Չնայած մի կողմից էլ եթե դուք ընդհանրապես ձեր կյանքում հրաման կատարող եք, եթե ձեր գլուխը փոխվի, նորմալ մարդ լինի, երևի լավ հրաման տա, լավ հրամանել կկատարեք։ Մնա հուսանք, որ երբ որ բան փոխվի, ասենք ոստիկանապետը դառնա ազգային իշխանության ծառայող, հա, այդ թիմի անդամ, դուք արդեն ոչ թե փշալար կաշխատեք, ոչ թե անձրևանոց բռնող մեկ հոգու համար, այլ անձրևանոց կբռնեք բոլորի համար ձեր կամքով, երբ որ տեսնեք կարիք կա, երբ որ տեսնեք, որ մարդը վատ է զգում, կօգնեք, երբ որ տեսնեք մարդը ուզում է հարց տա իշխանության ներկայացուցիչին, չեք խանգարի, որտեղ այդ իշխանությունը ձևավորում է այդ մարդը, այդ մարդուն իրավունք չունեք խանգարելու, որ ինքը հարցնի, ասի շան տղա, ես քեզ իշխանության բերեցի, որ դու սենց անես իմ գլուխը։ Ես ուղղակի ամաչում եմ ձեր փոխարեն, տղերք։ Բա կարելի է այդքան էժանանալ։ Չգիտեմ, ոնց եք մտածում, ինչ եք մտածում, ում համար եք մտածում։ Սահմանը դատարկվել է իսկապես։ Դուք եկել եք այդ ասֆալտի վրա։ Ես զարմանում եմ այդ խելքով դուք ոնց եք փողոց անցնում, մեքենայի տակ չեք են գնում, այդ արժեքներով։ Չնայած ձեզ երևի ձեր սենյակից լցնում են ավտոբուսը, տեղափոխում են, հետո փշալարի պես sense շարում են, հետո երբ որ գործը պրծավ, փշալարի պես հավաքում են, լցնում են ավտոբուսը, բերում են ձեր սենյակ։ Երևի դուք դրա համար փողոց չեք անցնում եւ ավտոմեքենայի տակ չեք են գնում, ով գիտի։ Չգիտեմ, տղերք, այդպես տուն չեն պահում, իսկապես այդպես տուն չեն պահում։ Խոյեմ եղեք։